ամեն մեկ խոսքը ադամանդից ավելի արժեքավոր է։ Կյանք է բուրում, իր մեջ բնակված իմաստության և գիտության գանձարանից է դուրս գալիս։ Խոսք, որ մարդկանց կենդանացնում է, փոխում է նրանց կյանքը, մաքրում է մեղքերից։ Ահա կարդանք Մատթեոս 11-րդ գլխից Տեր Հիսուսի հանրայդ խոսքերից 28-29 համարները։ Եկեք ինձ բոլոր հոգնած և բեռնավորվածներ, և ձեզ ես կհանգչեցնեմ։ Իմ լուծս ձեր վրա առեք, և ինձանից սովորեցեք, որ հեզ եմ ու սրտով խոնար, և ձեր անձերի հանգստությունը պիտի գտնեք, վասնզի իմ լուծս քաղցր է և իմ բեռս թեթև։ Շատերը անգիր գիտեն այս խոսքը։ Տեր Հիսուս ասում է, ինձանից սովորեցեք, որ հեզ եմ ու սրտով խոնար։ Միթե հեզությունը և խոնարհությունը նույն բանը չէ։ Շատերը այսպես են կարծում։ Եթե ասենք ինչ է նշանակում խոնարհություն, կասեն հեզություն, մեկ ուրիշ հոմանիշ որպես բացատրություն։ Եթե հեզություն, ապա խոնարհություն։ Բայց Տեր Հիսուս զանազանությունը դրեց, որ սրտով խոնար եմ և հեզ եմ։ Խոնարհության մասին բազմիցս խոսել ենք, այսօր քննենք, տեսնենք ինչ է հեզությունը։ Եվ խոնարհության հետ ինչ կապ ունի, ինչ ընդհանուր բան ունի, և ինչպես կարող ենք համադրել այս երկուսը։ Խոնարհությունը սրտի վիճակ է։ Հեզությունը այդ խոնարհության արտաքին գործադրությունն է։ Հեզություն, անգլերեն meekness։ Նոր թարգմանությունների մեջ հաճախ գործածում են gentleness, սխալ չէ, մեկ ուրիշ հոմանիշ է, ռուսերեն կրոտեստ, և անշուշտ հունարեն բառը անպայմանորեն ձեզ պիտի բերենք, praus բառն է, որ բազմակի նշանակություն ունի և շատ տարբեր, անգամ իրար հետ կապ չունեցող հանգամանքների համար գործածում են։ Օրինակ, եթե մեղմ քամի է, այս նույն բառն են գործածում, praus բառը, այսինքն ուզում են ասել, որ հեզ քամի է։ Հեզությունը ևս մեկ առաքինություն է և այն աստվածային է։ Սուրբ Հոգու պտուղը, մենք որքան ենք արժևորում սա, որտև սա շատ կարևոր մի բան է։ Մեզ հետ պիտի գա հավիտյան, և այդ պտուղը բաղկացած է 9 բաղադրիչներից։ Եթե հիշում եք, նախորդ քարոզախոսություններից մեկի ժամանակ մենք խոսեցինք հավատարմության մասին, այսօր էլ պիտի խոսենք հեզության մասին, 9 բաղադրիչներից մեկը, Գաղատացիս 5-րդ գլուխ 22 համար։ Սեր, խնդություն, խաղաղություն, երկայնմտություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, 8-րդը հեզություն, ապա ժուժկալություն։ Ունես Սուրբ Հոգին սիրելիս։ Տրվի Սուրբ Հոգուն, որպեսզի այս 9 բաղադրիչները քո կյանքիդ մեջ դրսևորվեն։ Աստծո ուզածը սա է։ Սա է կյանքի փոփոխությունը։ Ոմանք ներքին հպարտությամբ իրենց արժևորում են, հավակնելով, որ Աստծո կողմից ստացած այս կամ այն պարգևը ունեն։ Չունեցողի վրա էլ առավելություն են վերցնում, այլ կերպ ասած ուզում են ցույց տալ, որ իրենք ավելի արժանի էին, որ Աստված այս պարգևները իրենց տվեց, բայց դու չունես այդ պարգևը։ Սուրբ Հոգու պարգևները, եթե մարդիկ ունեն անգամ, այս կյանքի համար են։ Այս կյանքը վերջանալուց հետո դրանք պիտի դադարեն, բայց Սուրբ Հոգու պտուղը հավիտյանս հավիտենից պիտի մնա։ Ուրեմն, ինչ օգուտ ունի կամ ինչ արժե, եթե դու ունես Սուրբ Հոգու պարգևը, բայց դիմացինից հեշտությամբ կարող ես անարգել, կամ էլ մեկի գլուխը պատրաստ ես ջարդելու։ Դրա փոխարեն
Տեր Հիսուս հետևյալ ասաց. ինձանից սովորեցեք, որ հեզ եմ ու սրտով խոնար։ Տեր Հիսուսի հեզության մասին անգամ մարգարեական խոսք կար գրված Զաքարիայի 9-րդ գլուխ եւ 9 համարը։ Ահա քու թագավորդ քեզ է գալիս, նա արդար է, փրկիչ է, հեզ է։ Ուրեմն հեզությունը սիրելներ կեցվածք է, դրսևորում է, վարքագիծ է, իսկ խոնարհությունը Աստծո առջև եղած մի բան է, որովհետև Աստված սրտերն է քննում եւ գիտի, որ սիրտն է, որ խոնար է։ Հեզության մեկ ուրիշ հոմանիշ համեստություն։ Շատ ավելի տարածված է մարդկանց մեջ այս բառը, այդպես են մարդկանց ներկայացնում, ասում են շատ համեստ մեկն է։ Նույնն է հեզություն կամ համեստություն։ Հեզությունը մարդկանց առջև է, խոնարհությունը Աստծո առջև։ Հեզությունը մարդկանց առջև տեսանելի մի բան է, եւ սա շատ կարեւոր հանգամանք է, այս էլ պիտի իմանանք, գիտակցելով, որ ամեն ինչ Աստծո հսկողության տակ է։ Լեռան քարոզում Տեր Հիսուս այսպես պատգամեց Մատթեոս 5-րդ գլուխ եւ 5 համար. Երանի հեզերին, վասնզին դրանք պիտի ժառանգեն երկիրը։ Եվ մենք խոսել ենք այս երանի լինելու մասին, Մակարիոս բառն է հունարեն, այսինքն շատ օրտնված են այդպիսիները, հեզերը, ովքեր որ Սուրբ Հոգին ստացան եւ Սուրբ Հոգու այդ բաղադրիչը հեզությունը իրենց կյանքերի մեջ գործադրեցին։ Հազարամյա թագավորության ժամանակ պիտի իրականանա այս մարգարեական խոսքը, որ այդպիսիները երկիրը պիտի ժառանգեն։ Վերը տրված բացատրության հնչեղ օրինակ է Սաղմոս 37-ի 1-ից 11 համարները։ Այստեղ մենք պիտի տեսնենք մեծ հակադրություն, կոնտրաստ պիտի տեսնենք հեզության եւ ամբարտավանության միջև եւ թե Աստված այդ երկուսին ինչպես է վերաբերվում։ Կարդանք Սաղմոս 37 1-ից 11 համարները։ Չարերու համար մի նեղացիր, անօրություն գործողներին մի նախանձիր, վասնզի նրանք խոտի պես շուտով պիտի կորսվին ու կանաչ խոտի պես պիտի չորանան։ Ու Տիրոջը հուսա եւ բարություն արա, եկիվա բնակե ու ճշմարտության մեջ արածվիր, ու Տիրոջով ուրախացիր, քանզյանիկա կտա քեզ քու սրտիդ խնդրվածքները։ Տիրոջը հանձնեք ու ճամփատ, ու նրան հուսա եւ նա պիտի կատարե, ու դուրս պիտի անե քու արդարությունը լույսի պես, ու քու իրավունքդ կեսօրվա պես։ Տիրոջը համբերե եւ նրան սպասե եւ մի նախանձիր իր ճամփան հաջողությամբ գնացողին ու խաբեություն ընող մարդուն։ Դադարե բարկությունից ու սրդողիլդ վերջացուր։ Մի նեղանար, որ չարություն ընել չփորձվիս, վասնզի չարագործները պիտի կորցվին, սակայն Տիրոջ համբերողները երկիրը պիտի ժառանգեն։ Վասնզի քիչ ժամանակից հետո ամբարիշտը պիտի չքանա, նրա տեղը պիտի փնտրես ու պիտի չգտնես, սակայն հեզերը պիտի ժառանգեն երկիրը ու խաղաղության առատությունով պիտի ուրախանան։ Ինչ սքանչելի խոսքեր, ինչպիսի կտրուկ համեմատական, կոնտրաստ, հակադրություն ամբարտավանության եւ հեզության միջև։ Հեզությունը սիրելներ կարևոր որակ է, essential quality, որով հավատացյալը ամբողջությամբ վստահում է Աստծուն բոլոր հանգամանքների մեջ, տրվում է նրա կամքին եւ մշտապես նրանից կախվածության մեջ է զգում։ Սա կարևոր մի հանգամանք է։ Աշխարհի տեսանկյունից հեզությունը ինչպես է նկատվում, որպես թուլություն, որպես տկարություն, իսկ աշխարհի մեջ հաստատված չգրված օրենքով երևույթները եւ սկզբունքները ինչպիսին են,
զորբայություն։ Այդպիսին որակում են որպես աչկաբաց մեկը։ Կամ էլ թալանչիներին ասում են, որ ձեռքից ամեն բան գալիս է։ Աշխարհի բոլոր գաղափարները մարդու կողմից ստեղծված, մարդու մտքի արգասիքը բոլորն էլ Աստծուն հակառակ են։ Ուրեմն հեզությունը թուլություն չէ, weakness չէ անգլերենով։ Հեզությունը աստվածային զորություն է, որ անգամ մարմնով տկար եղող մեկի մեջ կա, Սուրբ Հոգու ձեռքով։ Մեկը կարող է տարիք առած լինել, 90-100 տարեկան լինել, հավատացյալ մեկը։ Իր մեջ աստվածային զորություն ունի։ Հեզությունը զորություն է, տկարություն չէ։ Եվ այդ զորությունը ամբողջությամբ Աստծո հսկողության տակ է։ Ուրեմն բռունցքի զորություն եւ հեզության զորություն այս երկուսի միջև սիրելներ սարերի ու ձորերի տարբերություն կա։ Բոլոր մարդիկ բարկանում են, զայրանում են։ Անհավատ մարդկանց բարկությանը սահման չկա, արգելակ չկա։ Միջև կարող են հասնել ամեն տեսակի ատելության եւ վերջավորությունը շատ անսպասելի, կարող են անգամ մարդ սպանել, արդյունքում։ Հեզերն են բարկանում, կարող են բարկանալ, օրինակ, անարդարությունների վրա, Աստծո խոսքը խեղաթյուրելու վրա, եւ սրանք որակվում են որպես արդարացված բարկություն։ Տեր Հիսուս ինքը ասաց, որ ես հեզ եմ, եւ իր ամբողջ կյանքը ապացուցեց, որ ինքը եկի վրա այդ հեզությամբ ապրեց։ Միթե Հիսուս թույլ էր։ Ոչ երբեք։ Եվ ինքը մեզ կոչ է անում, որ իրենից սովորենք, որ հեզ էր եւ սրտով խոնար էր։ Տեր Հիսուս ինքը ճիշտ ժամանակին եւ անիրավ բաների վրա բարկացավ։ Օրինակ, կեղծավոր փարիսեցիների վրա եւ կարդում ենք Մատթեոս 23-րդ գլուխ 13-ից 19 կարդանք. Վայ ձեզ, կեղծավոր դպիրներ ու փարիսեցիներ, որ երկնքի թագավորությունը մարդկանց առջև փակում եք, եւ դուք չեք մտնում, մտնողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն։ Վայ ձեզ, կեղծավոր դպիրներ եւ փարիսեցիներ, որ որբևայրների տները կուտեք ու մարդկանց երևնալու համար աղոթքը կերկարացնեք, ավելի դատապարտություն ընդունելով, վայ ձեզ կեղծավոր դպիրներ ու փարիսեցիներ, որ ծով ու ցամաք կպտտիկ մեկը նորահավատ ըննելու ու երբ լա զանիկա ձեզ մե երկու անգամ ավելի գեհենին որդի կնեք, վայ ձեզի կույր առաջնորդներ, որ կսեք թե ով որ տաճարի վրա երթումն է, բան մը չէ, բայց ով որ տաճարի միջի ոսկու վրա երթումն է, պարտավոր կլա։ Ով հիմարներ ու կույրեր, որը մեծ է, ոսկին, թե տաճարը, որ կսրբացնե ոսկին։ Ու եթե ով որ սեղանի վրա երթումն է, բան մը չէ, բայց ով որ սեղանի վրայի պատարակի վրա երթումն է, պարտավոր կլա, հիմարներ ու կույրեր, որը մեծ է, պատարակը, թե սեղանը, որ կսրբացնե պատարակը։ Ուրեմն կեղծավոր փարիսեցիների դեմ Տեր Հիսուս բարկացավ։ Եվ սա շարունակություն ունի մինչև ուրեմն 36-րդ համարը, 20-ից 36-ը սիրելներ ձեզ որպես տնային աշխատանք։ Կարդացեք ներկա ժամանակների իրավիճակները, համեմատեցեք 2000 տարի առաջվա Տեր Հիսուսի ժամանակվա հետ եւ բավական նմանություններ պիտի գտնեք։ Երբ Տեր Հիսուս տաճար մտավ, ինչ արեց։ Մատթեոս 21-րդ գլուխ 12-13 համարները։ Հիսուս Աստծո տաճարը մտավ եւ դուրս հանեց ամեն նրանց, որ տաճարի մեջ կծախեին եւ կգնեին եւ ստակ փոխողների սեղանները ու աղավնի ծախողների աթոռները կործանեց։ Եվ ասավ նրանց. գրված է, թե իմ տունս աղոթքի տուն պիտի կոչվի, բայց դուք դա ավազակների այր արեցիք։
Ուրեմն արդարացի բարկություն բերեց Տեր Հիսուս նրանց վրա, բայց ինքը հեզեր եւ սրտով խոնար, ուրեմն անարդարությունների առջև աչք չփակեց։ Մյուս կողմից այս ամենին խիստ հակառակ իր խաչելությունից առաջ Գեթսեմանի պարտեզում Հուդան արդեն իր հոգին ծախել էր 30 արծաթով եւ հավաքել էր մարդկանց իր հետ միասին նաեւ քահանական կարգից եւ հռոմեացի զինվորներ եւ եկավ որպիսի Տեր Հիսուսին մատնի իր գտնված տեղը ցույց տա, համբուրելով էլ մատնեց։ Տեր Հիսուս չբարկացավ, չասաց այս մատնիչը, տվեք գլուխը ջարդեք, այդպիսի բան չասեց։ Հեզեր ամեն բան հոր հսկողության տակ դրեց։ Այս դեպքերին հաջորդող իրադարձություններ քահանաների առջև Տեր Հիսուս բերվեց եւ նրանք սկսեցին դատ անել Տեր Հիսուսին։ Անարդար դատաստաներ, բայց Տեր Հիսուս չբարկացավ։ Ինչ է վախեցավ։ Ինչ է ինքը զորություն չուներ նրանց միջից դուրս գալու, բայց ոչ, դա էր ճանապարհը։ Նույն բանը խաչի վրա։ Չբարկացավ, այլ անգամ իր խաչողների համար աղոտ կարավ։ Հայրների նրանց չգիտեն, թե ինչ են անում։ Սա նրանց մեղք մի համարի։ Ինքը զորություն ուներ խաչից իջնելու։ Վստահաբար։ Սակայն այդ ճանապարհով նա պիտի գնար, որովհետև դա էր փրկության ճանապարհը։ Տեր Հիսուս կարող էր իր հակառակորդների դեմ պայքարել։ Այո, զորություն ուներ, այո, անշուշտ, երկինք ու երկիր ստեղծող Աստվածներն է։ Չգործածեց, որտև հոր ծրագիրն էր իրականացնում։ Սերներ, մենք կանչված չենք, որպիսի մեր հակառակորդների դեմ պայքարենք։ Այդ զորությունը, որ մենք Աստծուց առած ենք, մենք չէ որ պիտի գործադրության մեջ դնենք, այլ Սուրբ Հոգին է, որ այն պիտի մղի անելու։ Հեզությունը տկարություն, թուլություն չէ, հեզությունը Աստծո զորությունն է, որտև այն Սուրբ Հոգու մեկ բաղադրիչն է, եւ Աստված մեզ երկչոտության վախի հոգի չի տվել, այլ զորության սիրո հոգին է տվել։ Ինչպիսի մարդ էր Մովսես մարգարեն։ Վստահաբար առաջի բանը, որ կասեք, եւ դա շատ բացահայտ է, հեզ մի անձնավորություն էր։ Ինքը եղավ Աստծո ձեռքերի մեջ մի այնպիսի գործիք, որ զարմանալ միայն կարելի է։ Տերը իր միջոցով նրան որպես առաջնորդ կարգեց եւ մի քանի միլիոն ժողովրդի Եգիպտոսի գերությունից դուրս հանեց կարմիր ծովով, անապատով, միջև Քանանու երկիրը։ Մովսես աստվածային օծյալ զորություններ ցույց տվեց փարավոնի առջև։ Նախ բոլորովին չվախեցավ այդ փարավոնից, եւ նաեւ 10 հարվածները, որ Եգիպտոսի վրա եկավ, Մովսեսի ձեռքով Տերը գործեց։ Ուրեմն ինքը զորավոր մի անձնավորություն էր։ Բայց ահա եկավ մի պարագա, որ Մովսես բոլորովին չմիջամտեց այդ պարագային։ Իր հարազատ քույրը Մարիամը եւ հարազատ եղբայրը Ահարոնը իր դեմ ապստամբեցին։ Դե պատկերացրեք, եթե այդ հարազատներ ապստամբում են, ինչպիսի մեծ վտանգ կար, որ այդ ապստամբությունը կարող էր մեծանալ եւ ուրիշ մարդկանց ներգրավել դրա մեջ։ Կարդանք Թվոց 12-րդ գլխից Numbers 1-13 համարները։ Մարիամ եւ Ահարոն Մովսեսի դեմ խոսեցին նրա առած եգիպտացի կնոջ համար, քանզի անիկա եգիպտացի կին մահարել էր։ Ուսին միթե Տերը միայն Մովսեսի միջոցով խոսեցավ, չէ որ մեր միջոցով էլ խոսեցավ։ Տերը լսեց։ Մովսես շատ հեզ մարդ էր, եկի վրա եղած բոլոր մարդկանցից ավելի։ Այս ազնվորությունը աստվածային զորություն գործադրեց Աստծո գործերը անելու համար,
Միևնույն ժամանակ ինքը շատ հեզ մարդ էր, Աստված է նրա համար վկայում։ Իսկույն Տերը ասավ Մովսեսին ու Ահարոնին ու Մարիամին. դուք 3 տալ վկայության խորանի ելեք, 3-ն էլ ելան, եւ Տերը ամպի սյունով իջավ ու խորանի դուռը կեցավ եւ Ահարոն ու Մարիամը կանչեց։ Նրանք երկուսն էլ ելան եւ Տերը ասավ անոնց. հիմա իմ խոսքս լսեցեք, եթե ձեզ մեկը մարգարե լա, ես Տերս ինքս տեսիլքի մեջ կճանցնեմ անոր, կամ երազի մեջ կխոսիմ անոր հետ, բայց իմ ծառաս Մովսես այնպես չէ, որին բոլոր տանս մեջ հավատարիմ է, անոր հետ բերան հայտնապես կխոսիմ եւ ոչ թե առակով եւ անիկա տիրոջ կերպարանքը կտեսնե։ Ուրեմն Աստծո չէ որքան շնոր գտած մեկն էր Մովսես, եւ սա այն բանի համար, որ ինքը հեզ անznավորություն էր, եթե իր արտաքին գործելակերպի կեցվածքի մեջ երևում էր իր հեզությունը, նշանակում է նաեւ սրտով խոնար էր։ Եվ Տիրոջ բարկությունը նրանց վրա բորբոքեցավ եւ ինքը գնաց։ Եվ ամպը հեռացավ վկայության խորանից եւ ահա Մարիամ ձյան պես բորոտ եղավ։ Ահարոն Մարիամին նայեցավ եւ ահա անիկա բորոտ էր եւ Ահարոն ասավ Մովսեսին. «Ով Տերիմ կաղաչեմ, մեզ մի պատժեր, մեր ըրած հիմարության համար»։ Մեղ գործեցինք։ Մարիամը թող չնմանի այն մեռած տղուն, որ իր մոր արգանդեն ելածատեն, անոր մարմին կեսը սպառված էր։ Մովսես աղաչեց Տիրոջը, ասելով. «Կխնդրեմ քեզ ով Աստված բժշկե զանիկա»։ Իր դեմ ապստամբություն արեցին եւ Մովսեսը խնդրում է Մարիամի համար, որ նրան բժշկի։ Եվ Տերը ասավ Մովսեսին. «Եթե անոր հայրը միայն անոր երեսը թքնելու ըլար 7 օր պիտի չամշնար, թող անիկա 7 օր բանակեն դուրս գոցված պահի եւ անկի հետո ընդունվի»։ Մարիամ բանակեն դուրս 7 օր գոցված մնաց ու ժողովուրդը չչվեց միջև Մարիամի ընդունվելը։ Ուրեմն այսպիսի մի դեպք տեղի ունեցավ եւ ինչպես տեսնում ենք Մովսես բոլորովին չմիջամտեց։ Դա Աստծո կողմից կատարվող մի բան էր, Աստված էր, որ այդ պատիժը պիտի բերեր, ինքն էր, որ պիտի միջամտեր։ Սաղմոս 25:9-ում կարդում ենք. Դատաստանի մեջ պիտի առաջնորդի հեզերին։ Ինչ է նշանակում սա։ Դատը պիտի պաշտպանի ու իր ճամփան հեզերին պիտի սովորեցնի։ Սերներ, հեզ լինելը թուլություն, տկարություն չէ, այն Աստծո զորությունն է։ Հեզ լինել չի նշանակում ձայնդ կտրած մնաս, հետևներում միտեղ պահվտած նստես, դա չէ հեզությունը։ Հեզ լինել չի նշանակում շարունակաբար անարդարությունների առջև աչք փակել։ Հեզությունը Աստծո հոգու բաղադրիչն է։ Եվս մեկ առաքինություն։ Աստված ունի զորությունը սիրելներ, հենց հիմա սատանային պատժելու եւ բոլոր ամբարիշտներին, ամբարտավաններին։ Սակայն չի անում այդ բանը, որովհետեւ Աստված իր ծրագիր ունի։ Արդեն հայտնության գրքում գրված է սատանայի եւ նրա արբանյակների վախճանը եւ նաեւ Ճերմակ Աթոռի դատաստանը ամենայն մանրամասնությամբ նկարագրված է։ Այնպես որ երբևէ չպիտի ասենք Աստված ինչու չի գործում, ինչու չի միջամտում այս պարագաների մեջ։ Աստված ամեն բան շատ լավ տեսնում է եւ իր ծրագիր ունի։ Մեկ անգամ մարդկությանը պատժեց ջրհեղեղով եւ ասաց, որ այլևս ջրհեղեղով չպիտի պատժի։ Մարդիկ արդարացիորեն ասում են, որ այս աշխարհը անարդարացի է եւ իրապես այդպես է։ Որքան անարդար բաներ կան, ամենուրեք բոլոր երկրներում մարդկային հարաբերությունները այնքան բարդ են, որ շատ հաճախ այդ հարաբերությունների մեջ անարդարացի բաներ տեղի են ունենում։ Աստված տեսնում է, լսում է, գիտի, թե ինչպիսի մեղսալից կյանքով են ապրում մարդիկ,
թե ինչպես են Աստծո անունը անարգում, հայոյում, սակայն իր զորությունը պիտի գործադրի ճիշտ ժամանակին։ Եփեսացիս 4 գլխում կարդում ենք հետևյալը։ Պողոս առաքյալը այսպես է գրում, առաջի 3 համարները։ Արդ կաղաչեմ ձեզ, ես որ Տիրոջ համար կապված եմ, որ դուք այնպես քայլեք, ինչպես կվայելե այն կոչումին, որով կանչվեցաք։ Այսինքն որպես Աստծո որդիներ, ինչպես կվայելե, լման խոնարհությունով ու հեզությունով։ Տեսնում ենք, եւս մեկ անգամ զանազանություն է դրված խոնարհության եւ հեզության միջև։ Խոնարհությունը պատկանում է սրտին, հեզությունը այդ խոնարհության արտաքին վարվեցողությունն է կամ կեցվածքն է։ Երկայն մտությամբ, սիրով իրար ներողամիտ լինելով, ջանալով Սուրբ Հոգու միաբանությունը կամ մեկությունը խաղաղության կապով կապել։ Ինչ գեղեցիկ շինիչ պատվիրան տրված հավատացյալներին։ Սրանից հետո անմիջապես պիտի տեղափոխվենք եւ Տեր Հիսուսի օրինակը պիտի քննենք։ Եվ դա գտնում ենք Փիլիպպեցիս 2-րդ գլխում։ Փիլիպպեցիս 2-րդ գլուխ եւ եկեք կարդանք 3-ից 11 համարները։ Որևէ բան գրգռությունով կամ սնապարտությունով մի արեք, հապա խոնարհությունով մեկս մեկ ձեր անձերից լավ համարեցեք։ Միայն ձեր անձերի շահ մի փնտրեք, հապա ամեն մեկը իր ընկերիննալ։ Ուրեմն նորից կոնտրաստ ենք տեսնում, այն ինչ որ աշխարհի մարդիկ անում են, այդպես մի վարվեք։ Ձեզանից ամեն մեկը նույն միտքը թող ունենա, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր։ Իսկ ինչպես այդ միտքը ունենանք, գրված է, որ մենք Քրիստոսի միտքը ունենք։ Սուրբ Հոգու միջոցով այն մեր մեջ եկած է, մնում է, որ գործադրության դնենք։ Իսկ Սուրբ Հոգին գործում է Աստծո խոսքի միջոցով։ Այդ խոսքը մեր մեջ արմատանում է, մենք սեփականացնում ենք այդ խոսքը, հանգամանքների բերումով գործադրության մեջ ենք դնում։ Որ Աստծո կերպարանքը ունենալով, եւ այս կերպարանքը արտաքին կերպարանք չէ միայն, ամբողջ ներքին էությունը հափշտակություն չսեպեց Աստծուն հավասար լինել։ Բայց հավասար է, չէ՞։ Հայրը, Որդին, Սուրբ Հոգին, այո, հավասար, բայց փրկության գործի համար Տեր Հիսուս իր փառքը թողեց։ Մերկացավ այդ փառքից, աշխարհ եկավ որպես ծառա, մարդ որպես հայտնվեց, կատարյալ մարդ, փրկության գործը իրականացնելու համար։ Ասած ես եկա ոչ թե իմ կամքս կատարելու, այլ նրա կամքը, որ ինձ ուղարկեց, հոր կամքին ինքը հնազանդվեց, թեև ինքը Աստված է ամենակալ։ Անձը ունայնացրեց ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ մարդկանց կերպարանքով, ինք իրեն խոնարհացրեց, միջև իսկ մեռնելու հոժարեցավ, այն էլ խաչի մահվամբ։ Մասնավոր նշված է, որովհետեւ խաչի մահը ամենաանարգյալ մահն էր, այդ մահով դատապարտում էին բոլոր մարդասպաններին, գողավազակներին։ Եվ դա մեր տեղն էր, եւ համայն մարդկության տեղն էր դա։ Բարի կամ չար, բոլոր մարդիկ արժանի են դրան որպես մեղավորներ։ Եվ Հիսուս մեր փոխարեն այդ խաչը ելավ, եւ սա կոչվում է փոխանորդական մահ։ Մեր փոխարեն։ Քեզ համար մեկը լավություն է անում, ուզում ես որևէ կերպով փոխհատուցես, մի բան անես, որ այսպես ասած իր լավության տակից դուրս գաս։ Հիսուս քեզ համար իր կյանքը զոհել է։ Դու պիտի մեռնեիր։ Հիսուս իր կյանքը զոհեց, որպեսզի դու մահվան դատապարտությունից ազատվես, մեղքերի դատապարտությունից ազատվես եւ հավիտենական կյանք ունենաս։ Քո կյանքի ամենամեծագույն լավությունը Հիսուս է քեզ արել։ Սրա համար էլ Աստված նրան
խիստ բարձրացրեց եւ նրան մի անուն տվեց, որ ամեն անունից վեր է։ Ինչ անուն է սա? Տեր տերած եւ թագավոր թագավորած, որպեսզի Հիսուսի անվանը ծունկ ծռեն երկնավորները, երկրավորները, սանդարամետականները, բոլոր ստեղծվածները Հիսուսի առջև ծունկ պիտի ծռեն, ամեն լեզու դավանի, թե Հիսուս Քրիստոս Տեր է, Հոր Աստծո փառքի համար իրեն փառք ու պատիվ հիմա եւ հավիտյան ամեն։ Ոմանք գտնում են, որ Տեր Հիսուսի օրինակը մեզ համար չի կարող լավագույն օրինակ ծառայել, որովհետև Հիսուս կատարյալ մարդ էր։ Ինքը որևէ թերություն չուներ, ինքը իր մեջ մեղք չուներ, որևէ մեղք չգործեց, բայց մենք մեղանչական բնություն ունենք, մենք տկար ենք, մենք պաշարված ենք ամեն տեսակ տկարություններով, հետևաբար այս նմանությունը չի կարող մեզ համար լավագույն օրինակ ծառայել։ Բայց Տեր Հիսուս շատ պարագաների համար ասաց, որ ինձանից սովորեցեք։ Եվ նաև հեզության պարագային, ինձանից սովորեք, որ հեզ եմ և սրտով խոնար։ Ուրեմն հնարավոր է հասնել դրան, բայց լավ, եթե ոմանք այս համոզումը չունեն, բերենք մեկի օրինակը, որ մեղանչական բնություն ուներ, մեր նման մահկանացու էր, սակայն նվիրյալ մեկն էր, և նրա օրինակը հիմա քննենք։ Պողոս առաքյալը, առաքյալ ինչ է նշանակում? Նշանակում է առաքված, մեկը, ում որ Աստված ընտրեց և ղրկեց, և նաև շնորհեց առաքյալի զորություններով, ձեր մեջ շատ առաքյալի նշաններ եղան, ամեն հրաշալիքներով և զորություններով, և Պողոս առաքյալի ու մյուս առաքյալների ձեռքով այդ հրաշքները, բժշկությունները կատարվեցին։ Իր վկայությունն է բերում Առաջի Թեսաղոնիկեցիս 2-րդ գլխում, First Thessalonians 5-8 համարներն է։ Մենք բնավ շողոքորթության խոսքեր չգործածեցինք, ինչպես գիտեք, ոչ այլ ագահությունից թելադրված, Աստված վկա է, մարդկանցից փառք չփնտրեցինք, Տերը օրհնի Պողոս առաքյալին, ոչ ձեզանից, ոչ էլ ուրիշներից, Աստված է վկայում իր համար, որ այս մարդը երբեք փառքի հետևից չեղավ, այլ միայն Տեր Հիսուսի փառքի հետևից, թեև կարող ենք իբրև Քրիստոսի առաքյալներ ծանրություն լինել, բայց մենք համեստ եղանք ձեր մեջ։ Համեստ բառը կամ համեստություն բառը հեզության մեկ ուրիշ հոմանիշն է։ Այդ օրինակը բերեցինք և Պողոս առաքյալ իր անձնական օրինակի մեջ սա գործածեց։ Միթե սա թուլություն է։ Ինչպես դայակը իր երեխաները կխնամե, նույնպես մենք ձեր մեջ գորով ունենալով կհոժարինք ոչ միայն Աստծո ավետարանը ձեզ տալու, հապա նաև մեր անձերնալ, այս չափ նվիրվածություն Պողոս առաքյալի կողմից։ Հիմա հարցում, Պողոս առաքյալը համեստ էր, հեզ էր, և շատ ու շատ գրությունների մեջ մենք դա տեսնում ենք։ Պողոս առաքյալը տկար մեկն էր, թույլ մեկն էր։ Ոչ, որտև իր մեջ Սուրբ Հոգու զորությունը կար, և այդ զորությունը արտահայտվեց հետևյալ պարագային, երբ որ Աստված արտոնեց, այդ զորությունը ի գործ դրվեց։ Երբ որ Աստծո ճանապարհը շեղվում էր, ծռվում էր, երբ որ սատանան չարիք էր բերում, Աստված գործածում էր իր զավակներին, մասնավորաբար Պողոս առաքյալին գործածեց այս պարագայի մեջ։ Կարդանք Գործք առաքելոց 13-րդ գլուխը և 4-ից 12 համարները։ Շատ երեցներ հավաքվեցին և որոշեցին, որ Սողոսը ու Բարնաբասը, Սողոսը Պողոս առաքյալն է, անպայմանորեն գնան Սելևկիա։
Եվ կարդում ենք 4 համարից. նրանք էլ Սուրբ Հոգիից ղրկված Սելևկիայի չան ու անկի անցան Կիպրոս։ Սաղամինիա հասնելով հրյաների ժողովարանների մեջ Աստծո խոսքը կքարոզեին ու Հովանես էլ իրենց սպասավորություն կներ։ Նրանք պտտելով այն բոլոր կղզին գացին միջև Պափոս, հոն գտան սուտ մարգարե հրյա Մոգմը, ում անունը Բարիսեու էր, որ փոխանորդ Բդեշխի հետ էր, սա բարձր մի պաշտոնյա է, որ կկոչվեր Սերգիոս Պողոս, խելացի մարդ էր։ Ասիկա Բարնաբասը եւ Սողոսը հրավիրելով ուզեց Աստծո խոսքը լսել։ Իր մեջ փնտրտուք կար, այդ մարդը հավատք ուներ։ Սակայն անոնց դեմ կեցավ Եղիմաս Մոգ, քանզի այսպես կթարգմանվի անոր անունը, որ կուզեր փոխանորդ Բդեշխի հավատքից դարձնել, այսինքն շեղել նրան։ Բայց Սողոս, որ Պողոսալ կկոչվի, Սուրբ Հոգով լեցված աչքերը նրա վրա տնկեց, հիմա դուք պատկերացրեք, թե ինչպես, եւ ասավ, ով ամեն խաբեությունով եւ ամեն խորամանկությունով լեցված սատանայի որդի, թշնամի բոլոր արդարության, պիտի չդադարես Տիրոջ շիտակ ճամփաները ծռել են։ Սա այդ հեզ եւ խոնար Պողոսն է։ Եվ այսպես վարվեց, որովհետև Սուրբ Հոգու զորություն իրեն մղեց այս բանը անելու։ Հիմա Տիրոջ ձեռքը աղաքով վրատ է եւ կույր պիտի լինես, ատենմա արև չտեսնելով։ Իսկույն անոր վրա մեկ ու խավար իջավ ու պտտելով առաջնորդ կփնտրեր։ Այն ատեն փոխանորդ Բդեշխը, երբ այս բաները տեսավ, հավատաց, մեծապես զարմանալով Տիրոջ վարդապետության վրա։ Տեսնում եք, իսկ եթե Պողոս ասեր, որ այո, ես որոշել եմ, որ ամենտեղ հեզությամբ պիտի լինեմ եւ չխոսեր։ Եղիմաս Մոգը այս փոխանորդ Բդեշխի հավատքը պիտի կործաներ, նրան պիտի շեղեր։ Ուրեմն, երբ որ Աստծո խոսքը ծրվում է, անպայմանորեն միջամտություն անել պետք է։ Եվ այդ միջամտությունը ուրիշ կերպ չպիտի որակես։ Դա էլ հեզության արդյունք է, որովհետև Սուրբ Հոգին է մղում այդ բանը անելու, իշխանությունը Սուրբ Հոգին է տալիս։ Պողոս առաքյալի հորդորը Կողոսացիներին, Կողոսացիս 3 գլուխ 12-ից 14 համարները։ Աստծո ընտրյալ սուրբերի եւ սիրելիների պես ձեր վրա հագեք գութը, ողորմությունը, քաղցրությունը, խոնարհությունը, հեզությունը, երկայն մտությունը, նկատեցիք, խոնարհություն, հաջորդը հեզություն, այսինքն ձեր սրտերը երբ որ խոնար լինեն, այդ հեզությունը նկատելի կլինի։ Իրար համբերելով եւ իրար ներելով, եթե մեկը մեկի դեմ տրտունջ ունենա, ինչպես Քրիստոս ձեզ ներեց, նույնպես էլ դուք։ Եվ այս բոլոր բաների վրա սերը հագեք, որ կատարելության կապն է։ Անշուշտ Աստվածային սերը վեր է բոլոր առաքինություններից, այս սերը հավիտյանս հավիտենից պիտի մնա, այս սերը մեղքերի բազմությունն է ծածկում, այս սերը բոլոր առաքինությունների գլուխն է։ Այս բոլորը Աստվածային արժեքներ են, Սուրբ Հոգու շնորհած։ Թերևս ոմանք ասեն, որ գիտեք, աշխարհի մեջ էլ մարդիկ կան, որ քաղցրությամբ են վարվում, խոնար են, հեզ են, երկայնամիտ են, գութ ունեն, ողորմած են։ Ինչ ասենք այս պարագային։ Այո, հնարավոր է, որ այդ ամենը շատ նկատելի լինի, սակայն եթե Սուրբ Հոգուց չի բխում դա Ադամին է պատկանում, եւ այդպիսի որակները ժամանակավոր են, իրավիճակներից կախված են, մեկ ակնթարթում կարող են չքանալ։ Հեզությունը Աստվածային զորություն է, Աստծո հսկողության տակ։ Meekness is a power under God's control։ Անգլերենով մի հնչող խոսք կա եւ հանգերն էլ իրար հետևից դասավորված են։ Այսպես են ասում. Meekness is not weakness։
Հեզությունը թուլություն, տկարություն չէ, թեև անգամ աշխարհի կողմից որպես տկարություն նկատվի։ Եվ Աստված ասում է, որ իր տկարը զորավորից ավելի զորավոր է, որտեղ մեր մեջ բնակվում է այն հոգին, որ աշխարհի մեջ եղած հոգուց շատ ավելի վեր է։ Աշխարհի մեջ սատանայի հոգին է։ Աստծուն հավատացողների մեջ Աստծո հոգին է, Սուրբ հոգին է, Քրիստոսի հոգին է, եւ այս այն հոգին է, որ մեռելներն է հարուցանում։ Այս նույն հոգին Քրիստոսի վրա ի գործ դրվեց նրան մեռելներից հարուցանելով։ Ուրեմն հեզությունը տկարություն չէ, սիրելիներ։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին հորդորում է հետևյալ կերպ։ Կարդանք առաջին Տիմոթեոս 6-րդ գլուխ եւ 11-12 համարները։ First Timothy Բայց դու ով մարդ Աստծո փախիր այս բաներից։ Միջ այդ նշում է, թե ինչ բաներ են դրանք, ամեն տեսակ վեճերից, հակառակություններից, որտեղ կա նախանց կռիվ, հայություն, գեշ կասկածներ, փախի այդտեղից։ Եվ բոլոր այն մարդկանցից, ովքեր որ աստվածպաշտության կերպարանք ունեն, եւ բոլոր նրանցից, ովքեր որ աստվածպաշտությունը շահավաճառության են սեպել։ Եվ ուր գնա արդարության, աստվածպաշտության, հավատքի, սիրո, համբերության եւ հեզության ետևից։ Պատերազմի, հավատքի, բարի պատերազմը, բռնի հավիտենական կյանքը, որին կանչվեցար եւ շատ վկաների առջեւ դավանեցիր բարի դավանությունը։ Նրանք ովքեր իրենց կյանքերի մեջ ունեն այսպիսի որակներ, նրանց ետևից գնա։ Նրանք ովքեր որ աստվածպաշտության մեջ են, հավատքի, սիրո, համբերության, հեզության ետևից են, այդպիսիների հետևից գնա։ Այսինքն Քրիստոսով ծնված նոր մարդու այս գերազանց որակները թող քո մեջ զարգանա քո անձից շինության համար։ Մյուս կողմից էլ Պողոս առաքյալը Տիմոթեոսին տալիս է աստվածային զորություն եւ հեղինակություն։ Նախ ասում է հեզ եղիր, ապա նաև քարոզի ամենատեն հանդիմանիր, սաստիր ամենայն երկայն մտությամբ, ամենայն համբերությամբ սաստիր։ Մենք հաճախ խնդրում ենք, որ Աստված մեզ շնորհի երկնային իմաստություն, որպեսզի այս կյանքի մեջ այդ իմաստությամբ առաջնորդվենք։ Կյանքը շատ խճճված է, շատ իրավիճակներ կան, հաճախ հավատացյալները չեն կարողանում կողմնորոշվեն, ինչպես քայլեն, ինչպես վերաբերվեն, ինչպես հարաբերվեն մարդկանց հետ, այս բանը մեղք է, սրանից ինչպես փախչենք, եւ մենք խնդրում ենք աստվածային իմաստություն։ Անշուշտ այդ իմաստությունը երկնքից որևէ ծանրոցով մեզ չպիտի գա հասնի։ Այդ իմաստությանը մենք պիտի հասնենք Աստծո խոսքի միջոցով։ Պիտի կարդանք, պիտի սերտենք, Աստծո խոսքը մեր մեջ պիտի արմատանա, մերը պիտի դառնա, մեր սեփականը։ Այն ժամանակ այդ իմաստությամբ մենք կլեցվենք։ Եվ այդ իմաստությունը տեսեք ինչպես է բնութագրված Հակոբոս առաքյալի կողմից։ Հակոբոս 3-րդ գլուխ 17 համար, James 3:17։ Վերին իմաստությունը սուրբ է, հետո խաղաղարար, հետո հեզ է, ողորմությունով եւ բարի պտուղներով լեցուն, անկողմնակալ եւ անկեղծ է։ Ուրեմն երկնային իմաստության բնորոշիչներից մեկն էլ այդ իմաստությունը հեզ է։ Տերը թող այդ հեզությունը ամեն մեկի շնորհի։ Եվ Տեր Հիսուս պատվիրեց ասելով. ինձանից սովորեցեք։ Իր կյանքի ամբողջ ընթացքն եք տեսնում։ Բացեք ավետարանները կարդացեք։ Պողոս առաքյալը անգամ մասնավոր հայտնություններ ունեցավ եւ Տեր Հիսուսի մասին գրեց այդ ամեն բաները։ Մենք դրանից դասեր քաղենք։ Մեր քննած բոլոր թուղթերի մեջ, նոր կտականի բոլոր գրությունների մեջ, ոչ միայն Տիմոթեոսին, ինչպես օրինակը բերեցինք, այլ նաև բոլոր եկեղեցիներին
ղրկված պատգամները բոլորն էլ հավասարաչափ ձևով վերաբերվում են մեզ։ Հետևաբար, ինչ որ գրվեց եկեղեցիներին, վերաբերում է մեզ եւ մենք պարտավոր ենք մեր կյանքերի մեջ դրան գործադրության դնել։ Մասնավորաբար, պատվիրան տրվեց հեզ լինելու։ Հետևաբար, այդ հեզությունը մեր կյանքի մեջ պիտի որոշակի ձևով դրսևորվի։ Երբ որ տրվենք Սուրբ Հոգուն, այդ պտուղը մենք պիտի քաղենք առատությամբ։ Պետրոս առաքյալը նաև հեզություն բառը գործածում է հետևյալ հանգամանքի համար։ Կարդանք առաջի Պետրոս 3 գլուխ եւ 15 համարը։ Տեր Աստվածը ձեր սրտերի մեջ սուրբ պահեք եւ միշտ պատրաստ եղեք հեզությամբ, ոչ թե վիճաբանությամբ, ոչ թե կռվով ու երկյուղացությամբ պատասխան տալու ամեն նրանց, ովքեր ձեր ունեցած հույսի մասին կհարցնեն։ Շատ կարևոր է, որ հավատացյալները, երբ որ Աստծո խոսքը քննարկում են, երբևէ այդ խոսակցությունը որոշակի սահմաններից չանցնի, վիճաբանության չվերածվի, սատանան անմիջապես ներմուծում է իր գաղափարները եւ հակառակության հոգի է բերում եւ այդ վիճաբանությունը կարող է ծավալվել եւ սրտեր կարող են կոտրվել։ Առաքյալը ասում է, որ հեզությամբ եւ երկյուղացությամբ պատասխան տանք բոլոր նրանց, ովքեր որ մեր ունեցած հույսի մասին հարցնում են։ Մեր մեծագույն նպատակներից մեկն էլ հետեւյալն է. Աստծո եկեղեցու եւ մասնավորաբար Աստծո խոսքը բերողների, մշակների, որ մեր սիրելի հայ ժողովրդին աստվածային պատգամները բերենք եւ ասենք. սիրելի հայրենի, Աստված քեզ պատվիրում է, որպեսզի դու ապաշխարես։ Եվ ապաշխարել նշանակում է, որ իրեն գաս։ Մինչև հիմա քո ուզած ձևով քո կյանքդ ապրեցիր, Աստված առաջարկում է, որ իրեն գաս։ Եթե մի քայլ անես, ինքը հարուրապատիկը քո հանդեպ պիտի անի։ Աստված հռչակում է, որ բոլոր մարդիկ մեղավոր են եւ մեղքի տակ ծախված են եւ մեղքի վարձքը մահ է, որից հետո հավիտենական դատապարտություն, դժոխք սպասատեղի, որից հետո ծծումբով այրված կրակի լիճը։ Բայց Աստված հիանալի ծրագիր ունի հատկապես քեզ համար եւ ձեզանից ամեն մեկի համար։ Աստծո ծրագրերը բարի են ու չար չեն։ Հիսուս Քրիստոս, մարդացյալ Աստված 2000 տարի առաջ աշխարհ եկավ մասնավոր քեզ համար եւ իր կյանքը զոհեց, իր թանկագին արյունը թափեց քո մեղքերդ իր վրա վերցնելով։ Եթե դու նրան հավատաս եւ Հիսուսին քո կյանքի մեջ որպես Տեր եւ Փրկիչ ընդունես, հավիտենական կյանք կունենաս, քո բոլոր մեղքերդ կջնջվեն չհիշելու պայմանով, Աստծո որդի կդառնաս։ Այս կյանքի նպատակը կիրագործես, ինչ էլ որ քո կյանքի մեջ պատահի, Հիսուսի տրված խոստում ունենք, թեև մեռնենք, պիտի ապրենք հավիտյանս հավիտենից։ Աստված քեզ տվել է բանականություն, եւ դու կարող ես ընտրել բարին եւ չարը, եւ Աստված ասում է, ընտրի, իմ որդուս ընտրի, քո Փրկչին ընդունի քո կյանքի մեջ։ Տերը թող քեզ իմաստություն տա, որպեսզի այս քայլը անես։ Այն ժամանակ Աստվածային զորությունը քո մեջ պիտի գա, Սուրբ Հոգին պիտի բնակվի եւ այն 9 բաղադրիչները, որից մեկ այսօր մենք քննության դրեցինք, հեզություններ, եւ պիտի ասենք հետեւյալը. հեզությունը Աստծո առջև պատվական մի բան է, այն ոչ թե թուլություն է, այլ աստվածային զորություն է։ Հետևաբար, սիրելի եղբայրներ եւ քույրեր, այդ հեզությունը նաև զգալի թող լինի մեր առօրյա կյանքի մեջ, ինչպես Մովսեսի համար խոսվեց, որ ինքը շատ հեզ մեկն էր, եւ Տեր Հիսուս պատվիրեց. ինձանից սովորեցեք, որ հեզ եմ եւ սրտով խոնար։ Տերը օրհնի իր խոսքը եւ ձեզ բոլորիդ ամեն։
Գիշերը